Ինչպես ընդգծել կնոջ դերը հասարակությունում, ինչպես պայքարել սեռելի խտրականության և կանանց դեմ բռնությունների դեմ։ Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանանց միջազգային տոնի առիթով կազմակերպված ցուցահանդեսին ներկայացված ստեղծագործություններով մասնակիցները փորձում էին ընդգծել թույլ սեռի ուժեղ կողմերը հասարակության զարգացման մեջ։ Ցուցահանդեսին մասնակցում էին նկարիչներ ու քանդակագործներ 8 երկրներից և ներկայացնում էին իրենց այն աշխատանքները, որոնք առնչվում էին կնոջը, նրա հմայքին, առավելություններին։ Ցուցահանդեսը համախմբել է ստեղծագործական ինքնաարտահայտման տարբեր աշխարհներ ունեցող արվեստագետների, ովքեր ժամանել են Հայաստանից, Ուկրաինայից, Կուբայից, Դոմինիկյան Հանրապետությունից, Բանգլադեշից, Եգիպտոսից և այլ երկրներից։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան բացման խոսքում նշեց, որ արդեն ավանդույթ դարձած այս ցուցահանդեսը մեծապես կարևորում է կնոջ դերը մեր հասարակությունում և նպաստում գենդերային հավասարությանը, ինչն իր հերթին կնվազեցնի կանանց հանդեպ խտրականություններն ու բռնությունները։ Ցուցահանդեսին Հայաստանից մասնակցում էր Արևիկ Պետրոսյանը։ Հայաստանն է ներկայացնում Արև Պետրոսյանը, նրա անունը նշանակում է արեգակ, նրան ընկերներն Արևիկ են կանչում։ Ծնվել է արվեստագետի ընտանիքում, սովորել է Երևանի Գեղարվեստի ինստիտուտում, մասնակցել է բազմաթիվ միջազգային ցուցահանդեսների։ 2015-ին Հայաստանի նախագահի կողմից արժանացել է վաստակավոր նկարչի պատվավոր կոչման։ Միջոցառման բացմանը մասնակցում էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիթեչյանը, հասարակական գործիչներ, արվեստագետներ, բազմաթիվ հյուրեր։ Շատ հպարտ եմ ներկայացնել Հայաստանը այս ՅՈՒՆԵՍԿՕ-ի դահլիճում և շատ ուրախ եմ, որ կարողացել եմ ներկայանալ այն արվեստով, որը յուրահատուկ է և իրականում շատ է տարբերվում այստեղ ցուցադրվածներից և ամենակարևորը, որ ներկայացնում է հայ կնոջը, հայ կնոջ կերպարը, որը ուղղորդել է մեզ և որը կարելի է ասել շատ մեծ դեր և նշանակություն ունի զարգացման գործում։ Փարիզի կենտրոնում բացված այս ցուցահանդեսը, որը կտևի մինչև մարտի 18-ը, հրավիրում է հանրությանը անդրադառնալ կանանց դերի կարևորությանը և միևնույն ժամանակ վայելել արվեստի բացառիկ գործեր։ Մարիամ Տերգուլանյան, Խաչատուր Մարտիրոսյան, Առաջին ալիք, Փարիզ։